Ողջույն 24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։ Բարև ձեզ, պարոն Հակոբյան, շնորհակալ եմ մեզ հյուրընկալվելու համար։ Ես նույնպես շնորհակալ եմ։ Խոսենք Նիկոլ Փաշինյանի Թուրքիա այցից, ինչ սպասենք այցից, նրա հետ Հայաստանի պատվիրակության կազմում արտգործնախարար Արարատ Միրզոյանն է, ազգային ժողովի փոխնախագահ հայ-թուրքական բանակցություններում Երևանի ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը եւ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։ Ինչ սպասենք, տարբեր մամուլում հրապարակումներ եղան, որ կոնկրետ պահանջներ է դրվելու Փաշինյանի առջև եւ այլն։ Դուք ինչ կանխատեսում ունեք։ Դատելով այդ այցելողների կազմից, ըստ էության դա իսկապես հանդիպում է լինելու, որին մասնակցելու են բոլոր նրանք, ովքեր որ զբաղվել են այսքան ժամանակ Թուրքիայի թեմայով առհասարակ, այսինքն նրանք են, ովքեր որ երևի թե նախապատրաստել են որոշ չափով այս այցը։ Ինչ վերաբերում է սպասումներին, ապա իհարկե բավականին պեսիմիստական սպասումներ են, քանի որ կարծում եմ Նիկոլ Փաշինյանը փորձելու է, այսպես ասենք, եթե ոչ փաստաթղթի վրա, ապա գոնե ինչպես ասում են, բանավոր հայտարարության տեքստով արձանագրել Հայաստանի այսօրվա կարգավիճակը Թուրքիայի հանդեպ կամ ավելի շուտ հակառակը, որովհետև այն կարգավիճակը, որ ակնկալում է Թուրքիան, որ կունենա Հայաստանը, դա մոտավորապես նույնն է, ինչ այսօրվա հյուսիսային Կիպրոսն է։ Եվ Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանալով դա գնում է այդ քայլի, որովհետև Նիկոլ Փաշինյանը իդեմս Էրդողանի արդեն երկար տարիներ, ես բազմաթիվ անգամ նաև ձեր տաղավարում, ձեզ այդ զրույցներում ասել եմ, որ իրականում պրոարևմտյան քաղաքականության շղարշի ներքո իրականում Հայաստանը թեքվում է դեպի Թուրքիա, այսինքն անձամբ Նիկոլ Փաշինյանը իր իշխանական խմբի հետ թեքվում է դեպի Թուրքիա եւ ուղղակի արևմուտքը այն հարմար ծածկույթն է, որով ինքը փորձում է իր հակառուսական տրամադրությունները ծածկել, ցույց տալ, որ իրականում գնում են դեպի Եվրոմիություն, իրականում դեպի Թուրքիա, որովհետև արևմուտքից են ասում, որ Թուրքիան է տարածաշրջանում դերակատար, իրենց հետ գնացեք որովհետև արևմուտքի տարածաշրջանային օպերատորը դա նախ եւ առաջ Թուրքիան է։ Եվ արևմուտքի եւ այսօր արևմուտքը, քանի որ հավաքական արևմուտք մի քիչ դժվար է այլևս ասել, բայց թե տվյալ պարագայում թե նախ եւ առաջ Միացյալ Նահանգների տարածաշրջանային օպերատորը եւ քաղաքական եւ ռազմական առումով եւ բոլոր մնացած առումներով դա այնուամենայնիվ Թուրքիան է։ Եվ ըստ էության Նիկոլ Փաշինյանը ուղղակի այսքան տարիների ընթացքում փորձում էր մոլորության մեջ մտցնել Հայաստանի հանրությանը եւ նախ եւ առաջ պրոարևմտյան հանրությանը, որ իբր երկիրը շրջադարձ է անում դեպի ժողովրդավարական բաստիոններ, դեպի Եվրոմիություն, բայց իրականում ամեն ինչ արվում է դեպի Թուրքիա շրջադարձ անելու համար։ Հիմա ինչպես է գնում դեպի Թուրքիա, այսինքն այնտեղ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվելու, որը ձեր կարծիքով Թուրքիա գնալ է նշանակում։ Ընդհանուր առմամբ գլխավոր խնդիրը Նիկոլ Փաշինյանի գոյաբանական է, իր սեփական անձի գոյաբանական խնդիրն է, մերձավոր շրջապատի եւ այլն, այսինքն Փաշինյանը հիմա համոզվել է, հիմա առավելևս համոզվել է, որ միակ բևեռը, որը որ շահագրգիռ է իր իշխանության երկարաձգման մեջ, դա ընդհանուր առմամբ Թուրքիան է եւ Թուրքիայի մասամբ արբանյակ հանդիսացող Ադրբեջան, ասում եմ մասամբ, որովհետեւ Ադրբեջանն էլ այնուամենայնիվ որոշակի գործոն է մեր տարածաշրջանում, ինքնուրույն գործոն է։ Այսինքն միակ երկրները, միակ ուժային կենտրոնները, թե ռեգիոնալ, թե մի փոքր նույնիսկ աշխարհակաղակական ամբիցիաներ ունեցող Թուրքիայի պարագայում կենտրոնը դա Թուրքիան եւ Ադրբեջանն է, որոնք շահագրգիռ են, որպեսզի Նիկոլ Փաշինյանը շարունակի իր պաշտոնը զբաղեցնել Հայաստանում։ Այդ իսկ պատճառով Նիկոլ Փաշինյանը այս այցից առաջ բոլոր, այսպես ասենք, քաղաքական, ռազմաքաղաքական, հումանիտար ռևերանսները, զոհաբերությունները հանուն նրան, որպեսզի իրեն ընդունեն Թուրքիայում, արել է։ Հիշում եք, նույնիսկ Թուրքիայի այցը իրենք ինչպես էին մեկնաբանում, իրենք ասում են, որ Թուրքիայի հետ համաձայնության են եկել, Թուրքիան հրավիրել է, Թուրքիայի ղեկավարը, բայց իրականում նույնիսկ այց համարեցին իրականում գիտեք ինչպես եղավ, այսինքն Վրաստանի հենց Էրդողանը հայտարարեց բառացիորեն 1-2 օր առաջ, որ իրեն շատ են խնդրել, որպեսզի իրեն ընդունի, խնդրել է Վրաստանի վարչապետը։
Այսինքն Էրդողանը ասաց, որ Վրաստանի վարչապետը իրեն ասել է, որ Նիկոլ Փաշինյանը շատ է խնդրել իրեն, որպեսզի ինքը միջնորդի, որպեսզի Էրդողանը իրեն ընդունի։ Այսինքն դա Փաշինյանի ցանկությունն է եղել, ոչ թե Էրդողանի հրավերը։ Իհարկե, դա եղել է Փաշինյանի ցանկությունը, Փաշինյանը միջնորդները որոնել եւ Էրդողանը դա չի թաքցրել, ինչպես միշտ Էրդողանը, այսպես ասենք, փորձում է մաքսիմալ նվաստացնել իր հայկական ազգանունով, այսպես ասեմ, տվյալ պարագայում մի քիչ ավելի ճիշտ բնորոշում տան բանին, պարտներին տվյալ պարագայում եւ բացել է խաղակարտերը եւ ըստ էության այն գլխից հերքել է Նիկոլ Փաշինյանի քարոզչական բլեֆը, որ հրավերը ստացվել է Թուրքիայից, այո, պաշտոնապես։ Իսկ ինչու է Փաշինյանը ուզում գնել, բացի այն, որ անվտանգային ասում եք անձնական, այսպես վերընտրվման համար է պայքարում, բացի այդ Էրդողանին տեսնում է այն ֆիգուրը, որը որ եւ ռազմավարական առումով կարող է իր անձնական դաշնակիցը լինել հայաստանյան ներքաղաքական պայքարում, ապագա պայքարում եւ ներկայիս պայքարում ռազմավարական բոլոր հարցերի առումով եւ մարտավարական տեսակետից ինքը հույս ունի, որ Էրդողանը կարող է միջնորդ հանդիսանալ իր եւ Ալիևի միջեւ, որպեսզի ինչ որ մի ժամանակահատվածում ինչքան հնարավոր է շուտ կամ գոնե ընտրություններին մոտ այդ խաղաղության պայմանագիր կոչվող որևէ վերնագրով որևէ փաստաթուղթ ստորագրվի իր ներքին օգտագործման համար, ներքին քաղաքական պայքարում օգտագործման համար։ Հիմա այս առումով բնականաբար Բայց արդյոք հավելյալ պահանջների մասին կրկին պահանջ չի ներկայացվել։ Ես կարծում եմ բոլոր պահանջները ներկայացված են, ճիշտն ասած, երբ ասում են հավելյալ պահանջները։ Դե ասում են 17 այդ կետերի մեջ չկա այդ ադրբեջանցիների գալ այստեղ ապրելը, ռուս ամանապահներին այստեղից հանելը եւ մի շարք այլ հարցեր։ Ես երբ ասում եմ պահանջներ, այդ պահանջները, որի մասին դուք խոսում եք, այդ կետերը, հա, եւս մի քանի կետեր կան, հա, 7-8 կետեր են հաշվել մասնագետները, դիտորդները, էքսպերտները, եւս 7-8 կետեր, որոնք հնչել են այս կամ այն ժամանակահատվածում, վերջի շրջանում Ալիևը անընդհատ է նորից հիշեցնում դրա մասին։ Հատկապես ադրբեջանցիների գալը դարձել է օրակարգային հարց։ Ադրբեջանի գալը սահմանադրական հարցը, Միչանսկի հարցը, հայ-ռաքելական եկեղեցու հարցը, սիմվոլների հարցը, այսինքն բոլոր հարցերը, որոնք զգայուն էին, ել չեմ խոսում, ասենք, ցեղասպանության թեմայի փակման հարցը, դրա մասին չեմ խոսում, դրա մասին ամեն ինչի մասին խոսվել է, այսինքն երբ որ մենք խոսում ենք այն 17 կետանոց փաստաթղթի մասին, այդ 17 կետանոց փաստաթուղթը դա իրականում ոչ թե ըստ էության այդ պայմանագիրն է, այլ նախապայմաններն էին, որոնք Հայաստանը պետք է ի սկզբանե կատարեր, որպեսզի Ադրբեջանը եւ Թուրքիան իրականում անցնեին գործի, իրականում բարձրացնեին այն հարցերը, որոնք իրենց իսկապես այս պահին հետաքրքրում են, որոնք իսկապես ստրատեգիական նշանակություն ունեն այդ ադրբեջանցիների վերադարձման հարցը հասկանալի է, որ դա միանգամից Բայց Հայաստանն ասում է, չեն քննարկում այդ հարցը, Արարատ Միրզոյանը վերջին ճեպազրույցի ժամանակ ասում էր բանակցություններում այդ հարցը չկա, օրակարգում չկա, չի կարող լինել։ Հնարավոր է ճնշումներ լինեն եւ փոխեն, թե արդեն իսկ կա պայմանավորվածություն, ուղղակի չի ասում։ Գիտեք, այն անեկդոտի նման են, որ ասում է դու էլ ասա, տվյալ պարագայում լուրջ խոսալ Հայաստանի իշխանությունների արձագանքների մասին, թե քանի անգամ է եղել, երբ իրենք սկզբից հերքել են, հետո ոչ միայն ընդունել են, որ այդպիսի ինչ որ խոսակցություն եղել է, այլ նաև հետագայում դառնում են թե Թուրքիայի, թե Ադրբեջանի այդ առաջ քաշած թեզերի փաստաբանի դերը, որովհետև որևէ մեկը ավելի լավ քան Նիկոլ Փաշինյանը, օրինակ երբևիցե չի պաշտպանել, օրինակ Արցախը, որ Ադրբեջանի կազմում է եղել, եւ երբևիցե հայկական չէր կարող լինել այդ թեզը, կամ այլ թեզերը, սահմանադրության թեզը, հայ-ռաքելական եկեղեցուն վերաբերող այսօրվա այդ հարձակումները, բոլորս էլ հասկանում ենք, որ հնչում են, ուղղակիորեն հնչում են պահանջներ, հա, այսօրվա, գիտեք, ընդհանրապես այսօրվա քաղաքական անցուդարձը, թե համաշխարհային առումով, այսինքն գեոքաղաքական առումով, թե մեզ վերաբերող հարցերի շուրջ տարբերվում է նրանով, որ դիվանագիտությունը գրեթե երկրորդ պլանում է, այսինքն անավանդական դիվանագիտությունը, երբ ակնարկներ էր արվում, ինչ-որ բաներ ասվում էր, ինչ-որ բաներ չէր ասվում, հիմա կարծես թե ամեն ինչ շատ պարզ ասվում է, բաց ասվում է, ասենք, այն իրենց հոգևոր առաջնորդը, որը որ
որը այնտեղ նույն կարգավիճակը չունի, ինչա Հայաստանում հայրաքելական եկեղեցու այսպես ասած ղեկավարը, վեհապարը, ինքը ասում է, հնչեցնում է Փաշազադեն։ Որ եկեղեցին ռևանշիստական հնչեցնում է իր գնահատականները, իր եւ իր երկրի ղեկավարի գնահատականները, ամենաբաց տեքստով հնչեցնում է, եւ դրանից հետո, ասենք, սկսվում է Հայաստանում այս գործընթացը, որին մենք ականատես ենք։ Ասենք, նույն բանը Արցախի շուրջ ինչ որ հայտարարություններ են հնչում կամ փախստականների շուրջ հայտարարություններ են հնչում եւ հետագայում միանգամից ասենք առաջ է քաշվում, չգիտես որտեղից համայնության փոփոխման հարցը, սիմվոլների հարցը եւ այլը եւ այդ իսկ պատճառով ես դրա համար եմ ասում, ես ճիշտ ասած արդեն մի քիչ դժվար եմ պատկերացնում, թե օրինակ Թուրքիայում ինչ նոր նախապայմաններ պետք է դրվեն, որովհետեւ կարծում եմ բոլոր նախապայմանները հնչեցվել են։ Բայց դեպքում ինչ պետք է լինեն։ Հավաստիացումներ։ Ես կարծում եմ, որ ամեն դեպքում Նիկոլ Փաշինյանը հիմա հաշվետվությամբ է գնացել այնտեղ, որովհետև Նիկոլ Փաշինյանը իրեն արդեն դրել է այդ կարգավիճակում։ Այն պահից սկսած, երբ ինքը Նյու Յորքում այցելեց թուրքական տունը եւ Էրդողանի հետ հանդիպեց, այդ գիրքը նվեր ստացավ, կրծքին սխմեց, բավականին հրճված այսպես դեմքով եւ այլը, ինքը ըստ էության այդ պահին արձանագրեց իր կարգավիճակը, ցավոք սրտի նաև Հայաստանի կարգավիճակը, որպես մի երկիր, որը պատրաստ է լինել Թուրքիայի եւ Ադրբեջանի պրոքսին մեր տարածաշրջանում, պրոքսի երկիրը մեր տարածաշրջանում, լավագույն դեպքում բուֆերային երկիրը։ Ես մեր հարցազրույցի սկզբում մոտավորապես ասացի, ինչ կարգավիճակի մեջ է Հայաստանը հայտնվելու, եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի մնալ իշխանության գլուխ եւ իրագործի այն ծրագրերը, որոնց համար ինքը հիմա դեռևս իշխանության գլուխ է, այսինքն Հայաստանը դա լինելու է տենց ոչ թե արդեն նույնիսկ պայմանական է, բառի բուն իմաստով հյուսիսային Կիպրոս։ Մենք էլ հյուսիսային Կիպրոսում է, չէ՞, կա թուրքական Կիպրոս եւ կա հունական Կիպրոս։ Տվյալ պարագայում, եթե մի քանի ամիս առաջ այս համեմատությունները բերելով, որ ես ասում եի գնում է Կիպրոսացման ծրագիրը Հայաստանում, ես չգիտեմ ով ինչ էր համարում, ես նույնիսկ խոսում եի Սիրիայի, բանի մասին, Սյունիքի մասին, այն ժամանակ, այսինքն այդ լավագույն դեպքում դա հենց լինելու էր արևմտյան, չէ՞, Ադրբեջանը, հա, արևմտյան Ադրբեջանը, ապա հիմա նույնիսկ ես կարող եմ ասել, որ թերևս խոսքը գնում է ամբողջ Հայաստանի մասին, այն տարածքի մասին, որը Նիկոլ Փաշինյանը այն կարտոնը կտրած թափ է տալիս, այդ տարածքի մասին նույնիսկ այս պարագայում նույնիսկ ես կարծում եմ ավելի պեսիմիստական ես ասենց հայացք ունեմ այս ամեն ինչի մասին, իհարկե Կիպրոսացման այս մոդելը կարծում եմ օրակարգում է եւ հենց այդ ուղղությամբ է գնում է։ Ինչ վերաբերում է Իդեպ Ալբանիայում Էրդողանը տեսախցիկների առջև ցույց էր տալիս ժեստերով, որ իսկապես ինչ որ խոսեք Ադրբեջանի հետ, վերջում պետք է ինձ հաշվետու լինեք եւ ասում էր արդյոք պայմանավորվեցիք, բութմատներ ցույց տալիս եւ այլն։ Եվ երեկ էլ երբ հանդիպումը եղավ Ադրբեջանի նախագահի հետ, շեշտադրումներ եղան քաղաքական, որ իրենք երկու ազգ են, մեկ պետություն, Շուշիի հռչակագիրը հիշեցին, որ ըստ էության տարածաշրջանում հարցերը իրենք երկուսով միակամ լուծելու են։ Դա այսպես ասենք բացարձակ նորություն չէ, բայց հաստատեցին եւս մեկ անգամ Փաշինյանի այցից առաջ։ Իրենք չէին կարող, այո, հենց այդ այցն էլ, որը որ տեղի ունեցավ, այդ աշխատանքային այցը, Ալիևի այցը, բանից հենց Փաշինյանի այցից առաջ, հենց դա էր ցույց տալիս, ինքը ցուցադրական այց էր, որը ցույց էին տալիս, որ ամեն ինչ կոորդինացվում է, այսինքն վերջին շտրիխներն են դնում, գուցե որոշակի նույնիսկ տարաձայնություններ թեթևակի կարող էին լինել Թուրքիայի եւ Ադրբեջանի միջև ռադիկալիզմի առումով կամ դիվանագիտական, այսպես ասենք, մոտեցումների առումով, գուցե ասենք անգամ Ադրբեջանի մոտեցումները ավելի արմատական են, ավելի պահանջատիրական ուժի տեսակետից Թուրքիան որպես ոչ միայն ռեգիոնալ խաղացող, այլ նաև որոշակի աշխարհաքաղաքական խաղացող լինելու հավակնություններ ունեցող ունի նաև այլ մոտիվներ, հա, եւ այլ պարտներներ, ում կարծիքը պետք է հաշվի առնի, գուցե այդտեղ որոշակի ինչ որ տարբերություններ կարող էին լինել։ Ես կարծում եմ այդ այցը, որը որ տեղի ունեցավ հենց նախորդին, ինքը հենց դա այդ նշանակությունը ուներ ճշտել վերջի շտրիխները դնել եւ իսկապես ցույց տալ։
իլուրն ամբողջ աշխարհի եւ նախ եւ առաջ Հայաստանի, որ Թուրքիան եւ Ադրբեջանը իրենց բոլոր քայլերը, այդ թվում նաեւ Հայաստանի հետ ինչ որ իրենց շփումները իրենք սինխրոնիզացնում են միջև վերջին, այսպես ասենք, կետը։ Եվ այն ընդունելությունը, որ մենք տեսանք, որ ցուցաբերվում է Ադրբեջանի ղեկավարին Թուրքիայում, հա, այդ պաշտոնական բոլոր արարողության բոլոր դետալները հաշվի առնելով Էրդողանը անձամբ եւ դիմավորեց եւ ճամփու դրեց Ալիևին, ամեն դեպքում հաշվի առնենք, որ քաշային կատեգորիաները, թե երկրների, թե Էրդողանի ու Ալիևի դա բացարձակապես նույնը չեն, հա դա հենց այդ միասնության, այդ երկու այսպես ասենք պետություն մեկ ազգ կոնցեպտի Ինչի՞ շատ ոգևորվում է նաև Ալիևը, ինչը երևում է իր տեսքից։ Դե ոչ միայն ոգևորվում է Ալիևը, այլ նաև պարզև Էրդողանը շատ լավ հասկանում է, որ ինքը իր այս ցուցադրական վերաբերմունքով իր քաշն է բարձրացնում, այսինքն Ալիևի քաշն է բարձրացնում եւ այնուամենայնիվ նաև ցույց է տալիս բոլորին, թե ով է այս բանում կոնգլոմերատում եւ ոչ միայն այդ կոնգլոմերատում իրականում տանտերը։ Հիմա այսօր մենք դեռևս միայն գիտենք, որ այցը ընթանում է, հա, բնականաբար որոշակի ընդունելության պրոտոկոլներ են եղել, բայց այդ արդեն, այսպես ասենք, մասնագետներին, երբ որ դուք կանչեք արտգործնախարարության պրոտոկոլի, դուք կարող եք իրենց հարցնել արդյոք պրոտոկոլի աշխատանքային այցի պրոտոկոլի բոլոր ատրիբուտներն էին պահպանվել, թե եղել են այնպիսի բաներ, որոնք, ասենք, պետք է լինեին, բայց չպետք է լինեին։ Օրինակ, դուք ինչ եք կասկածում, որ կարող է լինել։ Գորգ չկար առհասարակ։ Հա, օրինակ այդ պատվո այդ բանը, որ կար կանգնած, հա, ասկերներից, թուրք ասկերներից, դա ստիպում էր, որպեսզի Նիկոլ Փաշինյանը ըստ էության խոնարհի գլուխ է իրենց առջև եւ այլ, այսինքն ամեն ինչ բոլոր դետալները կան, դա արևելյան դիվանագիտություն է։ Մենք հիմա խոսում ենք, որ դիվանագիտության ավանդական այդ գործիքակազմերը հիմա կարծես թե երկրորդ պլան են մղվել եւ ամեն ինչ ուժի տեսակետից է ասվում եւ ուղիղ, հա, երեսին է ասվում շատ դեպքերում, այնց առանձնապես կարծես թե չեն էլ թաքցնում այս ամեն ինչում, բայց այստեղ, ասենք, կան նյուանսներ, որոնք նորից եմ ասում, եթե պրոտոկոլի լուրջ մասնագետների հետ խոսեք, ես կարծում եմ իրենք շատ ավելի շատ դետալներ կգտնեն, կասեն, ուղղակի հիմա ես կարծում եմ մոտակա 2 օրվա ընթացքում ես կարծում եմ բավականին շատ նման նյուանսներին մենք ականատես կլինենք, կիմանանք նույնիսկ։ Իսկ եկեղեցու դեմ պայքարը ուր կարող է հասնել։ Դուք ինչ եք կարծում։ Ընթացք կստանա առհասարակ թե ոչ։ Ես կարծում եմ, գիտեք, եկեղեցու դեմ պայքարը ինքը բավականին բարդ է լինելու Նիկոլ Փաշինյանի համար ամեն դեպքում, որովհետև գիտեք, Նիկոլ Փաշինյանը, ես համաձայն եմ այն կարծիքների հետ, որ ասում են, որ այնուամենայնիվ սա հախուռն, ասենց էմոցիոնալ զուտ տենց բաներ չի, շատ բան հաշվարկած է, շատ բան պրագմատիկ դաշտում այլ հարց է, որ շատ դեպքերում իր բնավորությունից ելնելով, իր խառնվածքից ելնելով ինքը շեղվում է իր նախանշած ծրագրից եւ շատ դեպքերում այն ռեակցիան, որ ինքը տալիս է, սիտուացիոն ռեակցիան, որ տալիս է ինչ որ մի իրադարձությունների կամ ինչ որ մի հայտարարությունների, ինքը ըստ էության պլանավորված չի լինում եւ շատ դեպքերում մի քիչ այլ հունով է սկսում գնալ։ Եկեղեցին ես կարծում եմ դա այն ինստիտուտն է, որը որ լինելով ցանցային ինստիտուտ, ցանցային դա շատ կարեւոր է, որովհետեւ հայկական իրականության մեջ, հայկական պատմական, ասենք, ռակուրսը երբ որ վերցնում ենք, ցանցային ինստիտուտներ մենք գրեթե չունենք, դա ըստ էության որպես այդպիսին հազարամյակներում դա եկեղեցին է, ապակենտրոն, հա, այսպես ասենք, ուղղակի հիմա է Հայաստանում գտնվում կենտրոնը, մայրաթոռը, մյուսը դա Սփյուռքն է, բայց Սփյուռքը ամեն դեպքում դա այդպես կուր ինստիտուտ որպես հնարավոր չի դիտարկել, որովհետև այդտեղ, այսպես ասենք, բան վերտիկալ եւ հորիզոնական բան ամբողջ աշխարհով այնուամենայնիվ բավականին դժվար է բան անել, դա իհարկե կարելի է ինչ որ բան անել, եթե քո երկիրը նորմալ վիճակում է, երկիրը, այսինքն այդ ուղղությամբ աշխատում է եւ կենտրոնը նորից մայր Հայաստանում է գտնվում,
ժամանակին փորձեցին ամենայդպես դրանով զբաղվել եւ Սփյուռքի նախարարություն, հա, ստեղծեցին։ Այլ հարց է ինչքանով դա ստացվեց, ինչքանով դա հաջող էր եւ ընդհանրապես էֆեկտիվ տվյալ բառագայում։ Ես կարծում եմ եկեղեցու հետ պայքարը շարունակվելու է, շարունակվելու է։ Ինքը վեհապարին ի վերջո կարող են հեռացնել։ Ես կարծում եմ, որ լեգիտիմ առումով վեհապարին հեռացնել հնարավոր չէ առհասարակ, որովհետև դա Նիկոլ Փաշինյանի ոչ գործառույթների շրջանակում է, ոչ էլ հույս ունեմ ռեսուրսներ այդքան ունի, որովհետև գիտեք, հիշում եք, երբ վեհապարը վերադարձավ ուղևորությունից, հա, Էմիրատներից, այն ակտը, որ դիմավորեցին, դե տեսանք ինչպես դիմավորեցին եւ այլն, չեմ կարող ասել, որ շատ մեծաքանակ էր, բայց այնուամենայնիվ դա նաեւ մեսեջ էր Փաշինյանին, որ այս թեման բավականին զգայուն է, բավականին էմոցիոնալ է եւ Բայց արդյոք Փաշինյանին երբևէ կաշկանդում է էմոցիոնալ թեմաները։ Չէ, Փաշինյանին կաշկանդում է ռեսուրսների բացակայությունը։ Տվյալ պարագայում Փաշինյանը ակնհայտ է, որ փողոց չունի։ Երբ ասում է, որ ստեղծելու են կառույցներ, չգիտեմ, դե խորհուրդներ եւ այլն, հետո այսպես կոպիտ ասած քշելու ենք դեպի եկեղեցի, գնալու ենք վեհապարին ընդեղից անենք, վեհապարին եւ ուրիշներին համանացածին, սիրով քաղցրությամբ։ Բայց ինքը այնպեսի բառեր օգտագործում նրանց մասին, հետո ասում սիրով քաղցրությամբ նրանց կհեռացնենք։ Հենց դրա համար եմ ասում, այսինքն հակասությունը հենց դրանում է։ Ծրագրավորված է լինում շատ դեպքերում, շատ այնց պրագմատիկ առումով սառը հաշվարկներ են լինում, բայց բավականին հեշտ հավասարակշռությունից հանվում է դեռևս 18-19 թվականին ես որպես մի քիչ մասնագիտական անալիզ էի անում, ասում էի, որ Նիկոլ Փաշինյանի ուժեղ կողմը դա մանիպուլյատոր լինելն է, բայց նաև դա իր թույլ կողմն է, որովհետև ինքը բավականին արագ հենց ինքն է մանիպուլյացիայի ենթարկվում, երբ զանգված է տեսնում։ Նիկոլ Փաշինյանը, այսպես ասենք, շփման մեջ, ինչպես ասում են, մենակ մի կերպար է, բայց բավական է, որպեսզի 10 հոգի հավաքվեն եւ ասեն Նիկոլ, դու հանճար ես, Նիկոլ, դու բան ես, չգիտեմ, մեր Աստվածն ես եւ այլը, այդ մարդու մոտ ամեն ինչ փոխում է, այսինքն Բայց դա բոլորի մոտ չէ այդպես։ Ենթարկվում է մանիպուլյացիա, չէ, բոլորի մոտ չէ այդպես, այսինքն փորձված եւ նորմալ քաղաքական գործիչների մոտ եւ առհասարակ հանրային գործիչների մոտ ամեն դեպքում հապարզ է, մարդը դա կենթանի էակ է եւ էմոցիաներ ունի, բան ունի, բայց հենց դրանով է պրոֆեսիոնալը տարբերվում, չգիտեմ, սիրողական մակարդակի ինչ որ մի բանից, չգիտեմ, մարդուց, որ կարողանում է բոլոր իրավիճակներում, այսպես ասենք, գոնե այն ընդհանուր գծի մեջ մնա, այն սահմանների մեջ մնա։ Տվյալ պարագայում եւ լավ մանիպուլյատոր է, բայց նաեւ շատ դեպքերում ենթարկվում է մանիպուլյացիաների, այդ թվում երբ հայտնվում է հենց այն ամբիոնի վրա, այն բանում, այն իր 62-63 կողմնակիցների մեջ եւ զգում է իրենց էներգետիկան, ինչ են իրենից սպասում եւ վերածվում է մի ուրիշ բանի։ Հիմա տվյալ պարագայում ես կարծում եմ, որ իհարկե իրավիճակը կարող է սրվել, եթե հանկարծ Նիկոլ Փաշինյանը այնուամենայնիվ ինչ-ինչ հաշվարկներից ելնելով փորձի գեներացնի ինչ-որ ճնշումներ, տեսեք այն լոզունգները, որ ինքը ասում է, սիրով, չգիտեմ, խաղաղ, ասենք բացակայում է այն բանը, հա, այն բաց ձեռներով եւ այլն, այսինքն նույն թավշյա հեղափոխության նույն տեխնոլոգիան է, հա, այնտեղ էլ չէ խաղաղ, սիրո, չգիտեմ ինչի հեղափոխություն, այստեղ էլ այդ նույն բանը, այսինքն մենք տեսանք, թե դա ինչպես է տեղի ունենում ռադիոտուն գրավելու այդ խաղաղ սիրո եւ այլ բաց ձեռներով, հա, այդ ամեն ինչը, այսինքն երբևիցե որևէ հեղափոխություն, ինչ էլ դա կոչվում է, դա կամ ուժի սպառնալիքի ներքո է, ինչ որ բան փոխվում, կամ ուժի կիրառման։ Կոչվում է դա թավշյա, կոչվում է դա արյունալի, թե այլ է, դա արդեն, այսպես ասենք, արյան դոզայի հարց է, կամ ուժի կիրառման հարց է։ Հիմա եթե ինքը այդ փորձի նույն սխեման օգտագործել, այսինքն ճշմարտ միջոցով փորձի ներսում հեղաշրջում անել, եկեղեցու ներսում հեղաշրջում անել, ես կարծում եմ դա կարող է նաև լուրջ դիմադրության արժանանալ, ոչ միայն հենց եկեղեցական շրջանակների կողմից, ընդ որում ցանցային, նորից եմ ասում, սա շատ կարևոր արձանագրում է, որովհետև ցանցային է, դա օրինակ նույն Էջմիածնում հեղաշրջում անել, դա չի նշանակում
հայ առաքելական եկեղեցում օրինակ հեղաշրջում անես եւ կաթողիկոս փոխես առհասարակ ընդհանրապես, դա բայց ամեն դեպքում կարող է նաեւ բավականին լուրջ զանգվածներ հանել փողոց, որովհետեւ տեսեք, այս փուլում գոնե այս պահի դրությամբ Փաշինյանը գրեթե իր ամբողջ զինանոցը օգտագործել է առհասարակ, այդ այսինքն անձամբ կաթողիկոսի դեմ կոմպրոմատային այս պայքարը, կոմպրոմատային այս հայտարարությունները, անձնական կյանքին վերաբերող կուսակրոնություն եւ այլ եւ ոչ միայն կաթողիկոսի։ Ըստ էության ես կարծում եմ դժվար է այլ բան գտնել, որ կարող է ավելի զգայուն լինել, ավելի սուր լինել եւ ավելի զգացմունքային լինել, ասենք նույն եկեղեցական աշխարհի համար, հա, իրենց սպասավորների համար, բայց մինչդեռ եկեղեցին ըստ էության դեռևս սահմանափակվել է մեկ հայտարարության, եկեղեցական եպիսկոպոսական, եթե չգիտեմ, ժողովի հայտարարության, որը իհարկե իր բնույթով բավականին կոշտ էր, բավականին թիրախավորված էր, այսինքն բոլոր թիրախները կետ առ կետ հիշատակված էին, բայց այնուամենայնիվ գործողությունների իրենց զինանոցը, այսինքն կոնկրետ բանադրություն, չգիտեմ, այդ զանգերի հնչեցում, որը որ ըստ էության կարող է լինել միայն այն դեպքում, եթե եկեղեցին պաշտպանության կարիք ունի եւ իր սպասավորներին խնդրում է, որպեսզի իրեն գան, իրեն օգնեն, որովհետեւ եկեղեցու վրա հարձակվում են, հայ առաքելական եկեղեցու վրա, այդ ամբողջ գործիքակազմը դեռևս ոչինչ չի օգտագործվել առհասարակ։ Առայժմ զուտ քարոզչական այնց ինչ որ միջոցներ է օգտագործվել։ Ես կարծում եմ այս վիճակն է։ Նիկոլ Փաշինյանը օգտագործել է գրեթե ամբողջ զինանոցը, այստեղ արդեն կարևոր չի, գիտեք, ինքը ինչ որ մի, ինչպես ինքը սպառնում է, կոմպրոմատ ինչ որ ցույց կտա, թե չի ցույց տա։ Հա, ինքը ասել է, կոմպրոմատը ինչի մասին է։ Ըստ էության դրանով ինքը արժե զրկել է նույնիսկ իր կոմպրոմատի բուն, այսպես ասենք, այդ բանը, էությունը, որովհետև բոլորը գիտեն ինչի մասին կարող է լինել։ Կոմպրոմատը այն ժամանակ է աշխատում, երբ նախորոք ոչ մեկ չի մանում, այդ հանգած հայտնվում է, հետո այսպես դրա շուրջ ինչ որ պատմություն է սկսվում։ Հա, իսկ եկեղեցին որևէ գործիք, որը կախված է կոնկրետ գործողության հետ, թե զանգվածային, թե այլ բնույթի, ինքը չի օգտագործել այս պարագայում։ Ես կարծում եմ, այդ պատճառով կարծում եմ եկեղեցին առնվազն պաշտպանվելու ռեսուրս ունի։ Իսկ Սամվել Կարապետյանի հետ գործընթացները ուր կարող են շարունակվել, հեծի ազգայնացման մասին է խոսվում, արդյոք այստեղ հաջողություն կունենա եւ ինչ նպատակ ուներ նրա կալանավորումը, բացի այն հայտարարությունը, որի մասին խոսում են, որ իբրև թե այդ հայտարարությունն է պատճառ դարձել։ Ինչ վերաբերում է հայտարարության, ապա ճիշտ ասած այդ հայտարարությունը իր բնույթով նույնիսկ իմ գնահատմամբ նույնիսկ քաղաքական չի, այսինքն դա հանրային գործ չի, ինչ որ հայտարարություն է, որը որ զայրացած է, թե ինչ է կատարվում եկեղեցու շուրջ, որը որ եկեղեցու նվիրյալ է եւ ապացուցել է բազմաթիվ անգամ իր բարեգործությամբ, իր նվիրատվություններով, այդ ասենք եկեղեցաշինության, մայրաթոռի բազմաթիվ, այսպես ասենք, օրինակներ կան, այսինքն իր զայրույթն է հետն է, բայց խոսել, որ այնտեղ երբ ընդհանրապես իշխանազավթման կոչ հայտարարություն, ինչպես որ մեղադրատներ կար, ոչ քաղաքական էր ընդհանրապես այդ ելույթը, այդ 1 րոպե, եթե չեմ 16 վայրկյանանոց, ոչ էլ, այսպես ասենք, ինչ որ բովանդակությունը այնպիսին էր, որ ասենք դու ուղղակիորեն պետք է հասկանաս, որ չգիտեմ, գնանք ինչ որ բան անենք։ Այսինքն պատրվակ էր այդ ամեն ինչը, ի սկզբանե որոշում կար կալանավորելու։ Գիտեք, ես կարծում եմ, որ այստեղ կարող է երկու ասպեկտ լինել, նույնիսկ 3։ Առաջինը դա ամեն դեպքում ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը լուրջ մտավախություններ ունի, որ Սամվել Կարապետյանը որպես շատ մեծ հեղինակություն ունեցող գործիչ, բիզնեսմեն, տնտեսական գործիչ, հա, տվյալ պարագայում տնտեսական եւ հանրային գործիչ, որ մեծ ազդեցություն ունեցող, ինքը կարող է տրամադրություններ փոխել երկրում։ Ինքը կարող է կոնսոլիդացնող ինչ որ մի բան լինել, առավելևս որ դիմադրության օջախ որպես իշխանությունը տեսնում է հենց հայ առաքելական եկեղեցուն, այսինքն երբ նման կալիբրի ամենակարևոր, ամենամեծ ծանրակշիռ ֆիգուրներից մեկը հայության, ընդհանրապես հայության փաստացի հանկարծ գալիս է կանգնում է, հանկարծ չէ, գալիս է կանգնում է եւ հրապարակային
կանգնում է եկեղեցու, բնականաբար ինքը բավականին ուժեղացնում է եկեղեցին։ Հիմա խոսում ենք եկեղեցու ռեսուրսների մասին։ Դա մեկ։ Երկրորդը, այնուամենայնիվ Նիկոլ Փաշինյանի մոտ կա նաև վախ, որ Սամվել Կարապետյանը եթե մտնի հանկարծ քաղաքական դաշտ, ապա ինքը զգալիորեն ուժեղացնում է ընդդիմադիր բևեռը առհասարակ եկեղեցով, թե առանց եկեղեցու, ավանդական ընդդիմության հետ, այսինքն տիտղոսային թե առանց, եւ իր արժեվ ամեն դեպքում համենայն դեպս կարծում եմ իր վերլուծաբանները, նրանք ովքեր որ աշխատում են իր վրա, բերել են դրել են, ասենք, Վրաստանի օրինակը։ Ասել են, որ այնտեղ էլ այսպես բաներ իսկ հայ-ռուսական հարաբերությունները ինչ եւ երրորդը Նիկոլ Փաշինյանը լինելով օտար երկրների օպերատոր ստեղ իրենց կամքը, այսինքն տվյալ դեպքում Թուրքիա, Ադրբեջանի ըստ էության կամքը կատարողներից մեկը իր ծրագիրը ինքը բնականաբար ամեն ինչ անում է որպեսզի ռուսական կապիտալն էլ այստեղ իր դերակատարությունը պակասեցնի։ Ես հիմա արդեն հենց ձեր հարցին այսինքն նաև սա արտաքին վեկտորի փոփոխության մասին է խոսքը։ Սա ոչ միայն արտաքին վեկտորի փոփոխման մասին է, այլ նաև Հայաստանի էներգետիկական համակարգի համեմատական անկախությունը եւ ինքնաբավության բավականին լուրջ հարված է, որովհետև անընդհատ տեսեք խոսվում է։ Մենք խոսում ենք անկախության մասին, դուք հարված եք։ Ատոմակայանի մասին է խոսվում, չէ՞, ատոմակայանի։ Թուրքիայից է խոսվում։ Այո, Թուրքիան պահանջում է, անընդհատ է պահանջում։ Թուրքիան ընդհանրապես ես ինչ հիշում եմ, 40 տարի պահանջում է, բան, հա, Թուրքիան պահանջում է ատոմակայանի նոր ատոմակայանի կառուցման հարցում, այսինքն այսօրվա իշխանությունը անդադ խոսում է ինչ-որ մոդուլային ատոմակայանների մասին եւ ըստ էության կեղծում է ամեն ինչ, ասելով, որ դա ունեն ամերիկացիները միայն, մինչդեռ ասենք դա հեչել է այդպես չէ, այսինքն էլեկտրոցանցերը դա այդ ընդհանուր ծրագրի քայլերից մեկն է։ Բացի դրանից, բնականաբար դա բավականին լուրջ հարված է ռուսական շահերին։ Հիմա եթե մենք խոսում ենք ինչ հեռանկարներ կա, գիտեք, ես կարծում եմ Սամվել Կարապետյանը այն դեմքն է, այն իսկապես ամենածանրակշիռ ֆիգուրներից մեկն է այսօրվա հայկական իրողության մեջ եւ Հայաստանում եւ Սփյուռքում, նախկինում նաեւ Արցախում, որին եթե ինչպես ասում են ձեռս տվել, պետք է խաղաս կամ բայց կարողանաս խաղալ արդյոք թե չէ, չգիտեմ, որովհետև տվյալ պարագայում մենք տեսնում ենք, որ օրինակ նույն Ռուսաստանի ղեկավարությունը, քարոզչամեքենայի մասին չեմ ասում, ղեկավարությունը, թե արտգործնախարարությունը, թե այսօր էլ Պիսկովն էր հատուկ դրա մասին խոսել, որ իրենց ուշադրության կենտրոնում են, իրենք ըստ էության Սամվել Կարապետյանին դիտարկում են որպես իրենց բիզնեսմեն, նախ իրենք ասում են ռուսաստանյան բիզնեսմեն, հայկական ծագմամբ ռուսաստանյան բիզնեսմեն, որը որ բավականին հաջող բիզնես կարիերա է սարքել ձևավորել Ռուսաստանում, որը որ մտնում է ռուսական նաև բիզնես էլիտայի շարքերի մեջ, որը որ կարծում եմ բավականին լուրջ ավանդ ունի նաև այնտեղ եւ իր համար բավականին լուրջ պայքար է գնալու, այսպես ասեմ, պայքար է գնալու բոլոր մակարդակներով, բոլոր լեզուներով է լինելու եւ դիվանագիտական եւ գուցե հիմա կազդի Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա նրա կալանավորումը ես կարծում եմ ազդել է, ես արդեն կարծում եմ ազդել է այն ելույթները, որոնք մենք հենց լսեցինք Պետերբուրգյան այդ բանը տնտեսական ֆորումում Ավերչուկի մասնավորապես ելույթը, այլ ելույթները, որոնք որտեղ բավականին լուրջ ուրեմն ֆոկուսի մեջ էր վերցվել հայկական իրողությունները, Հայաստանի վարող քաղաքականությունը, դա նաև դրա հետևանքներ, բավականին կոշտ ելույթներ էին, բավականին կոշտ նախազգուշացումներ էին եւ ասում են, որ ռուսական բիզնեսը Հայաստանում ապագա չի տեսնում, հաշվի առնելով բարեկամ երկրի որոշումը մտնել Եվրամիության կազմ։ Այո, ռուսական բիզնեսը կարող է ընդհանրապես որևէ հեռանկար չտեսնել, ես կարծում եմ որևէ բիզնես չի կարող հեռանկար տեսնել մի երկրում, որտեղ սեփականության անքակտելի իրավունքը ըստ էության երկրի տվյալ պահի ղեկավարի կմահաճույքով կարող է, ասենք, այդ սեփականությունը խլվել նրա ձեռքից առհասարակ առանց որևէ պատճառի եւ ոչ միայն
այդ բիզնեսը, ամենախոշոր բիզնեսը մենք տեսնում ենք նույն այդ տաշիր պիցայի, հա, նկատմամբ ինչեր է կատարվում։ Բրյուսելը վաղը կարող է ձեզ ասել, փակեք օդային տարածքը ռուսական օդանավերի համար։ Ես կարծում եմ, երբ ասում են ռուսները ինչ կանեն, ռուսները արդեն անում են, երբ մենք տեսնում ենք այս տարվա արդեն տնտեսական ցուցանիշները, հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների ծավալները, հա, հիմա երբ որ մենք տեսնում ենք, որ դրանք զգալիորեն նվազել են։ Սա հենց այնպես չի լինում առհասարակ, դա այն էլ այնպիսի երկրների հետ, ինչպիսին Ռուսաստանն է, ընդհանրապես գերտերությունների հետ այդպես չի լինում, որպեսզի հանկարծ մի քանի ամսվա ընթացքում անգամներով, օրինակ, ապրանքաշրջանառությունը նվազի ընդհանուր առմամբ։ Ես կարծում եմ, դա բավականին կոշտ նախազգուշացում է, եւ ոչ միայն նախազգուշացում է, այլ նաեւ արդեն գործողություններ կան, բայց սա ընդհանրապես դեռևս տնտեսության ոլորտում է առհասարակ։ Այսինքն ես կարծում եմ, որ Ռուսաստանը նաեւ էլեկտրոցանցերն է դիտարկում որպես ռուսական ներդրում առհասարակ։ Ոչ թե կարծում եմ, դրա մասին ասվում է եւ դա տրամաբանական է, որովհետեւ այնուամենայնիվ ռուսական գումարներ են մտել, Ռուսաստանում աշխատած գումարներ են մտել ռուսաստանցի բիզնեսմենի կողմից, ես հիմա ցիտում եմ ռուսաստանյան բարձրաստիճան պաշտոնյաների, այսինքն իսկ նման պարագայում երբ ասում են մենք ամբողջովին աջակցելու ենք, դա նշանակում է ոչ միայն իրավական աջակցություն, այլ նաև սեփականության իրավունքի պաշտպանություն կարող է լինել։ Այսինքն, եթե նույնիսկ ես հիմա բանը չգիտեմ, մեթոդոլոգիան, թե օրինակ պետականացումը ինչպես է արվում, որովհետև Հայաստանի պատմության մեջ, եթե չեմ սխալվում, համենայն դեպս 100% պետականացում չի եղել։ Եղել է, որ խլել են, ասենք, այս Զանգեզուրի բրինձամոլիբդենայինից ինչ որ տոկոսներ, չգիտեմ, 24% կոմունիկացիոն կամպանիաներից եւ այլն, այսպես ասենք, բան են արել, բառի իմաստով խլել են, բայց 100% չգիտեմ, այսինքն այդտենց գործընթաց կարող է լինել, բայց ես համենայն դեպս իմ մոտ կասկածներ կան, որ դա հղի է, ասենք, արբիտրաժ դիմելով, միջազգային արբիտրաժ, որովհետև այստեղ ակնհայտ է, որ կա քաղաքական պատվերի շրջանակում, ասենք, մարդուն շատ արագ կալանավորեցին, ձերբակալեցին, կալանավորեցին, իր բիզնեսների նկատմամբ սեփականությունը խլելու մասին լուրջ հալածանքներ են գնում, ասենք, այդ ավելի փոքր բիզնեսներին, հիմա ուղղակիորեն խոսքը գնում է բավականին լուրջ ստրատեգիական նշանակության օբյեկտի պետականացման մասին, օբյեկտի, որի տերը, նորից եմ ասում, Ռուսաստանի բիզնեսմենն է, ռուսական կապիտալն է։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Զրուցում էի քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։